Սահմանամերձ և մի շարք այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը վերաբացվել է այս տարվա մարտին և կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսպիսով, պետությունը ևս 1420 տուն կառուցելու հնարավորություն է տալիս։ Սկզբնական փուլում նախատեսված էր 2400-ը։ Ծրագիրը վերսկսվելուց հետո արդեն իսկ ավելի քան 300 դիմում է ստացվել։ 150-ը հաստատվել է, ավելի քան 160-ն ուսումնասիրության փուլում է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետաքրքրվողներին կոչ է անում չհապաղել։ Քանի որ քվոտաները իսկապես շատ չեն։ Շարունակություն ստացած այս ծրագիրը նախատեսված է շահառուների 3 խմբի համար։ Կա նաև պայմանների որոշակի փոփոխություն։ Առաջին խումբն այն ընտանիքներն են, որոնք նախկինում համապատասխանել են բոլոր պահանջներին։ Սահմանամերձ գյուղական բնակավայրում 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ունեցել են հողամաս, շինթույլտվություն, գրանցված ամուսնություն և 1 անչափահաս երեխա, բայց չեն հասցրել ընդգրկվել ծրագրում սահմանված քվոտաները սպառվելու պատճառով։ Մենք ընդհանուր առմամբ գնահատել ենք, որ դա մոտավորապես 400 ընտանիքի մասին է խոսքը։ Այս խմբի համար ծրագիրը վերաբացվել է սահմանամերձ բոլոր 80 գյուղական բնակավայրերում և տարածքային սահմանափակում չկա։ Տուն կառուցելու համար լրացուցիչ քվոտաները նաև սահմանամերձ այն բնակավայրերում են, որտեղ նախորդ շրջանում դիմելիությունը համեմատաբար պասիվ է եղել, և կառուցված տները բնակչության թվի համեմատ պակաս են եղել 10%-ից։ Այդպիսի բնակավայրերը 49-ն են։ Այս դեպքում արդեն պարտադիր չէ, որ ընտանիքը հողամաս ու շինթույլտվություն ստացած լինի նախորդ ծրագրի գործողության ընթացքում, մինչև 2025-ի մայիսի 1-ը։ Հիմնական պահանջներն այս դեպքում այսպես է լրացվել։ Ուսումնասիրությունների ընթացքում մենք ստացանք դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից քաղաքային և գյուղական եկել և տվյալ գյուղական բնակավայրերում տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Այստեղ կայացվեց որոշում, որ այս նոր քվոտաները կվերաբերվեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարին ունեցել է տվյալ բնակավայրի հաշվառում, որպեսզի վերականգնենք այդ, այսպես ասած, անարդարությունը ըստ մեր հայրենակիցների։ Վերաբացված ծրագրի 3-րդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով կառուցվել կամ կառուցվում են դպրոցներ, եւ այդ դպրոցներում աշակերտների թափուր տեղերը 50%-ից ավելի են։ Այսպիսով նախատեսվում է առնվազն ևս 20%-ով դպրոցներում համալրվածություն ապահովել։ Այստեղ էլ ունենք հիմնական պայմաններից բացի նոր պայման սահմանած, այն է, որ ամուսինները պիտի ունենան առնվազն 10 տարին չլրացած երեխա, այն դեպքում, երբ ընդհանուր ծրագրի դեպքում անչափահաս երեխայի առկայությունն էր պարտադիր, եւ նրանցից որևէ մեկը չպետք է ունենա անշարժ գույք Երևան քաղաքում եւ վերջին 1 տարին չպետք է հաշվառված լինի Երևան քաղաքում։ Այստեղ փորձել ենք հնարավորին այնպես ձևակերպել, որպեսզի տվյալ բնակավայրում ամառանոց կառուցելու հանգամանքը բացառենք։ Ծրագրին մասնակցելու համար պետք է դիմել նախարարության հետ գործակցող բանկ։ Կառուցապատման ծրագրով հատկացվող գումարը 16 միլիոն դրամ է։ Տավուշի մարզի 4 գյուղերում Բերքաբեր, Կիրանց, Բաղանիս եւ Ոսկեպար 21 միլիոն։ Գործընթացը սովորական հիպոթեկային վարկավորման պես է, բայց այն մարելու է պետությունը։ Վարկային պատմությունը եւ վարկունակությունը որևէ ազդեցություն չունեն, այսինքն 0 դրամ եկամուտով շահառուն կարող է օգտվել այս ծրագրից եւ ստանալ հիպոթեկային վարկը, եւ նախկինում ունեցած վատ վարկային պատմությունը, այսինքն եթե ժամանակին ունեցել է ժամկետանց վարկային պարտավորություններ, դրանք եւս չեն խոչընդոտում։ Բայց եթե շահառուն ցանկանա սահմանված գումարից ավելի ստանալ, ավելի մեծ տուն կառուցելու նպատակով վարկունակությունը եւ վարկային պատմությունն արդեն կդառնան կարեւոր։ Գործընթացը սկսելուց առաջ նաեւ խորհուրդ է տրվում բանկից տեղեկանալ, արդյոք քվոտաները դեռ սպառված չեն։ Աննա Զախարյան, լուրեր։